Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 7-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներ։ Ինչ է սպասվում առնետներին հունիսի 7-ին։ Այդ օրը ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ոմանց համար շատ կարևոր ընտրություն է, ոմանց համար ընտրության օր է եւ կարող է որոշում եք թե ի վերջո ում ընտրեք, եթե ընտրուշքն եք ընկել, ավելի լավ է ոչ ոքին էլ չընտրեք, անվավեր արեք, թող այս ընտրությունները այս մեկ անվավեր լինեն, ամենաճիշտն է դա, որ բոլորի միած թափվեն, բոլորին ապտակ կհասցնեք այսպես։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Միգուցե կոսմետոլոգ է, ինչ-որ մեկն է, որ սուր գործիքներով է աշխատում։ Նաև կարող է բժիշկ է, որ վիրահատում է, ինչ-որ մեկն է, ում դուք ձեր կյանքից կհանեք, ընկերուհի է, ինչ-որ մեկն է, ում հետ կապը կարող եք խզել, նաև վեճ է սա, մեկը մյուսին կարող է սուր գործիքներով նաև վնասել։ Եվ լաբիրինթ կա, լաբիրինթը դա այն է, որ մարդը խճճվում է ինչ-որ հարցերի մեջ, ինչ-որ գործերի մեջ և չի կենտրոնանում, ինչպես այն պետք է լուծել։ Տեսնենք դուրս կգաք լաբիրինթից։ Խաղի եք վերածում, դա նշանակում է, որ չէ։ Լուրջ չեք վերաբերվում այդ խնդրին, լուրջ չեք վերաբերվում այդ ամենին, ինչը որ կա։ Ոնց որ դե ասում եք, դե թեթև բան է միգուցե և ես կարող եմ այդ անել, բայց լուրջ չեք վերաբերվում և դրա համար չեք կարողանա այդ օրը դուրս գալ այդ լաբիրինթից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 7-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, այն ինչ որ ուզում եք։ Նաև դա կարող է լինել լուրեր, տեղեկատվություն օտար երկրի հետ կապված, դուք կարող ցանկանում եք գնալ օտար երկիր եւ այդ օրը կարող եք փաստաթղթերը եւ այլ ինչ-որ բաներ դասավորել, որպեսզի գնաք, երկուշաբթի օրը գնաք, դիմեք դեսպանատուն եւ այլն, Նաև այդ օրը իմաստուն պետք է լինեք։ Եվ պետք է օծեր, հասկանաք, որ օծեր կան ձեր կողքը, ովքեր որ կփորձեն վիրավորել ձեզ, չար խոսել, նախանձել, բոմբ ասել ձեր հետևից, եւ հենց դա է, որ դուք պետք է լինեք իմաստուն եւ իրենց չպատասխանեք այնպես, ինչպես որ իրենք են։ Վերաբերմունքը, ուրիշ ձև դրսևորել։ Նաև այդ օրը ոմանց կհրավիրեն հարսանիքի, ոմանք հենց հարսանիք ունեն այդ օրը, նաև ամուսնության առաջարկ կանեն, կամ դուք կանեք ամուսնության առաջարկ, գործարք է, ճիշտ է, կարող է պատրաստվում եք ուղղակի, հաջորդ օրն եք ընկնում, եթե պետականորեն է այդ գործարքը, ապա կարող է սպասում եք մինչև հաջորդ օրը, որպեսզի կնքեք այն։ Եվ ամբողջ օրը ոմանք ինչ նենց գործ կանեք, որ միշտ անում եք։ Ոնց որ մեկ ամբողջ օրվա ընթացքում անընդհատ նույն բանը կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 7-ին։ Երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, ծնունդ է, ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, նոր սկսվող որևէ մի բան է, նոր կյանք, նոր հնարավորություններ, նոր աշխատանք, նոր հարաբերություններ, նոր ինչ-որ մի բան է, որ դեռ փոքր է, դեռ նոր է սկսում, նոր բիզնես նաև, եւ ինչ-որ ուղի կընտրեք այդ օրը ձեզ համար։ Յուրաքանչյուր մարդու մոտ դա կարող է լինել տարբեր ուղի, մեկը անձնական կյանքի հետ է կապված, մեկը
հղիության հետ է կապված, մյուս աշխատանքի, բիզնեսի եւ այլն, այն ինչ-որ մի բան է, որ ուղի եք ընտրելու այդ օրը։ Եվ գաղտնիք կբացահայտվի, նաեւ ուսմամբ կզբաղվեք, կսովորեք, կպարապեք, գուցե նաեւ քննության համար եք պարապում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 7-ին։ Ժամանակն է սա, կամ այդ օրը պետք է տեղավորվեք ժամանակի մեջ, ժամի մեջ, որ հասցնեք ինչ-որ մի բան անել։ Նաև ժամանակը կտրամադրեք մեկ այլ բանին, մյուսին ոնց որ ավելի քիչ ժամանակ կունենաք կամ ավելի քիչ կտրամադրեք։ Սա ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու։ Եթե ձեր մտքում կա ինչ-որ մի բան եւ ուզում եք անդադար վաղն եք անում, ինչպես որ ասում են, չէ, երկուշաբթի օրվա դիետա եմ պահում, երկուշաբթի օրվա գնում եմ բայց դեռ երեքշաբթի է, հա, հաջորդ երկուշաբթի է։ Այլ ասում եմ, ինչ որ ունեք ձեր մտքում, ինչ որ մտածում եք, ժամանակն է սկսել, ժամանակն է այն անել։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը, ոմանք ունեն նաև սիրային ռոմանտիկ ժամադրություն, ռոմանտիկ պահեր, նաև ձեր մայրիկի հետ կապված ինչ-որ շփում կունենաք կամ ինչ-որ մի բաներ, որոնք որ կիմանաք։ Նաև գաղտնիք է սա, գաղտնիք է, մարդը չգիտի ինչ անի, դիմացը մութ է, չի տեսնում լիարժեք, ինչ է ուզում անել, հա, եւ ոնց որ ասում եմ, ժամանակն է սկսել, բայց ինչ-որ մի բան ոնց որ դեռ մշուշոտ է, չեք տեսնում, ինչ է լինելու հետո ապագայում, դա համար եւ ռիսկ չեք անում, սկսեք։ Ոմանք այդ օրը հարսանիքի կգնան, ոմանք ամուսյան առաջարկ կանեն, հրավերք հարսանիքի, ոմանք կամ այդ օրը կամ երկուշաբթի օրը արդեն որտեղը փոխվել եւ ոյցա պայմանագիր կնքեք։ Նաև սա ցիկլային գործ է, որ անընդհատ նույն բանն եք անում, նույն գործը։ Դա համար կողա էմոցիոնալ լինեք։ Եվ պետք է ժամանակի մեջ տեղավորվեք, դե համար անընդհատ նույնն եք անում։ Դե կախված է ինչ-որ մարդկանց աշխատանքից թե իրենք ինչ են անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 7-ին։ Այդ օրը ինչ-որ ուղի կընտրեք ձեզ համար, կարևոր ուղի է, այսպես եմ անելու, այնպես եմ անելու, հա, այսպես ինչ-որ մի ուղի է, որը կընտրեք, ոմանք գործնական դա կարող է լինել, ոմանց մոտ անձնական կարող է լինել, դա կարող է ուղին ընտրեք, օրինակ վերջ, տեղափոխվում եմ, ուրիշ տուն եմ փնտրում, վերջ վերանորոգում եմ անում, ինչ-որ մի բան, փոփոխություն եմ մտցնում տանը, տան մեջ, ոմանք այդ օրը հյուրեր կունենան, կամ դուք կգնաք հյուր, տան հետ կապված գործեր կանեք, մաքրությունը, տեղափոխությունը, վերանորոգման սկիզբը եւ այլն, այն ինչ-որ գործեր, որոնք տանն են վերաբերվում, կամ տան իրեր կգնաք։ Եվ ոմանց համար սա փոփոխությունը իրոք հավաքվում եք, որպեսզի տեղափոխվեք, ոմանք տեղափոխվում եք այլ երկիր, կամ մեկ այլ քաղաք նաեւ, ոմանց մոտ նաեւ հղիություն է եւ ծննդաբերություն եւ ինչ-որ փոփոխություն է մեծ գլոբալ, որը մտնում է ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 7-ին։ Դժվար օր է, ծանր օր է, ինչ-որ բեռը ձեր ուսերին է, այլ ասել ամբողջ բեռն է ձեր ուսերին, եւ իդեպ հաջողություն եք, կամ այսպես կարող եմ ասել, եթե ուզում եք այդ բեռը թոթափել, ամեն ինչը գոնե ձեր ուսերից գցել, այդ դժվարությունները հաղթահարել, ապա այստեղ հաջողության հասնելու համար ինչ-որ ուղի պետք է ընտրեք։ Օրինակ, այսպես եմ անում, որ վերջ, այլևս ամբողջ բեռ իմ ուսերին չլինի, ամբողջ պատասխանատվությունը իմ ուսերին չլինի։ Հաջորդ անգամ կասեմ տնօրենին, որ մի քիչ ուրիշին տա գործը, որ չեմ հասցնում, որ հոգնում եմ։ Կասեմ տղայից թող աշխատի, հա, ինչ որ բաներ են, որ պետք է հաջողության հասնելու համար եւ այդ դժվարությունները հաղթահարելու համար պետք է անպայման ուղի ընտրեք։
ինչ որ մի բան պետք է ընտրեք, որ կարողանաք ունենալ հաջողություն։ Նաև ճակատագրական օր է, ոմանց համար ինչ որ հստակ որոշում կկայացնեք այդ օրը, ըստ ձեզ այդ որոշումը հաջողակ է եւ կգնաք այդ ուղղությամբ, սա ոնց որ քայլ է, ճակատագրական քայլ է։ Նա ինչ որ մի բան կանեք, որը ձեզ հաջողություն կբերի այդ օրը։ Եվ ուղին ընտրելուց հենց դա է, որ ճիշտ ուղին պետք է ընտրեք, ճիշտ ուղին, երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին, նապաստակների հետ գործ եք ունենալու։ Ինչ է սպասվում ձիերին հունիսի 7-ին։ Նոր ինչ որ բան է սկսվում ձեզ մոտ, նոր մի բան է, նոր բիզնես, նոր հնարավորություն, նոր աշխատանք, նոր հարաբերություններ, բայց այստեղ ունեք խոչընդոտներ, որ կարող եք այդ նորը սկսելու ընթացքում ինչ որ չափով բախվել ինչ որ մի խնդրի եւ հետո արդեն ընտրության առջև կանգնել, ինչ անել, որ այդ խնդիրը վերանա։ Դեմար յուրաքանչյուր նոր բան, որ այդ օրը կսկսեք, երկար մտածեք, հասկացեք ամեն ինչը ճիշտ եք անում, լավ եք անում, հա, ոնց որ նորմալ եք սկսում, որպեսզի խոչընդոտներ չլինեն ձեզ մոտ։ Ես կկարողանաք խոչընդոտները հաղթահարել։ Այստեղ ինչ որ մի բան կիմանաք, միգուցե ինչ որ փաստաթուղթ է պակաս, դրանից է, ինչ որ մի բան եք իմանում, որ դա կանգնեցնում է ձեզ, միգուցե այստեղ ոնց որ մարդը նոր հարաբերություններ է սկսում, ահա, ծանոթացավ, ուզում է գնալ ժամադրության, մեկ էլ հոպ, կող է, ոնց որ իմանում է, ամուսնացած է կամ ընկերություն ունի, ահա, օրինակ եմ սա բերում, եւ այստեղ արդեն ընտրության առջև է, շարունակի շփվել, թե ոչ։ Դա ամենահասարակ օրինակը, նոր բիզնես եք սկսում, ինչ որ բան եք ուզում այն, տեսնում եք, որ ինչ որ փաստաթուղթ է հարկավոր հստակ այդ բիզնեսի համար, վերջ, եւ ընտրության առջև եք։ Սկսեք, հետո նոր զբաղվեք այդ փաստաթղթերով, քանի որ կիրակի է, թե ինչ անեք։ Եվ յուրաքանչյուր բան այդտեղ կարող լինել։ Յուրաքանչյուր, ինչ որ սկսում եք, մի հատ լավ վերլուծեք, հետո նոր սկսեք։ Հարաբերություն կլինի, բիզնես, աշխատանք, արդյոք նոր աշխատանքի վայրը ավելի լավ է, քան այն, որ դուք աշխատում եք հիմա։ Այդ ամեն ինչը լավ վերլուծեք նոր հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 7-ին։ Բամբասանք, նախանձ, որոնք որ գտնվում են ձեր շրջապատում, իդեպ, որ ձեզ կարող են նյարդայնացնել իրենց վերաբերմունքը, դե կարող է նոր մարդ է մտել ձեր շրջապատ կամ դուք եք մտել ինչ-որ մի շրջապատ եւ արդեն իսկ նյարդայնանում եք այդ շրջապատից, որովհետեւ բամբասկոտներ կան, նախանձ մարդիկ, դե սկզբում կարող է լավ էր, հետո տեսնում եք, որ չէ։ Ինչ է մի բան այն չէ, եւ ձեզ են կարող նախանձում եւ մեկը մյուսի մասին է խոսում, պատմում։ Պետք է իմաստուն լինեք եւ այստեղ եւս էլի երկու քարտերն էլ ասում են իմաստուն եղեք, հասուն եղեք, որովհետեւ այստեղ բորբոքվում եք ինչ որ մի բանից եւ դա կանգնացնելու համար են երևի ասում, որ պետք է իմաստուն գտնվեք եւ այդքան այդ կարգի չբորբոքվեք, ինչպես որ կարող եք, հա, բորբոքվել մի խոսքով։ Դրա համար նոր կյանքի իմաստ եք գտնելու ձեզ համար։ Ավելի լավ կլինի նոր կյանքի իմաստը գտնելու ժամանակ օցերին հանեք ձեր կյանքից եւ ավելի հանգիստ նայեք յուրաքանչյուր բանին, յուրաքանչյուր, որտեղ բորբոքվում եք։ Այդտեղ պետք է հասկանաք, որ այս քարտը ունի արև։ Դա բորբոքվելուց հետո ասում եմ ամպերը ցրվում են, չէ, անձրև է գալիս, ցրվում են եւ արև է դուրս գալիս։ Միշտ էլ այդպես է։ Դա համար բորբոքված ժամանակ ոչինչ մի արեք։ Այստեղ կարող եք նաև զգալ, որ մեծ եք, դրա համար ձեզ կարող է ինչ-որ չափով ուրիշ ձև են վերաբերվում, դրա համար, հա, որքան հնարավոր է իմաստուն եղեք։ Կարող լինել աշխատանքի վայրում, կարող լինել տանը, հա, դու մեծ ես, ես կանեմ, ես կմաքրեմ, անկյունն էլ լավ չես մաքրում, չէ, արդեն որ մարդը մի քիչ մեծանում է, արդեն սկսում են, չէ, պահերը։ Դե դա ոչ բոլորի մոտ իհարկե, ովքեր որ բավականին մեծ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։
Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 7-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տղամարդու հետ, տեսնենք ով է, խոսում եք ինչ-որ հարցից կապված։ Ընտրության առջև եք, միգուցե ինչ-որ բան է ձեզ առաջարկում եւ դուք ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ինչ-որ բանի մասին պետք է մտածեք, ինչ-որ մեկի մասին, միգուցե այստեղ եւս կարող է ժամադրություն է, կարող է առաջարկ է աշխատանքի, կամ մեկ այլ բան է եւ ընտրության առջև եք կանգնած։ Կամ պետք է գնաք հանդիպման եւ մտածում եք, նա ինչպես գնալ, ինչ հագնել եւ այլն եւ այլն։ Այդ օրը ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, ավելի շատ, նաեւ փաստաթղթերի հետ կաշխատեք, փաստաթղթերը կարող կսերոքսանել, եթե բաց է իհարկե, նաեւ ինչ-որ գործողություններ կանեք, թղթերի ցուցակ կկազմեք, այդպես կգրեք, կջնջեք եւ փոփոխություն է մտնելու ձեր կյանք։ Գլոբալ փոփոխություն է սա, որ մարդու կյանք է մտնում, ընդհանրապես այս քարտերով ինքը լավ փոփոխություն է, սա նաեւ կարող է գումարային փոփոխություն է ձեզ մոտ եւ դա նաեւ հղիություն է ոմանց համար, ծննդաբերություն է, աշխատանքի վայրի փոփոխություն, տան փոփոխություն, երկրի, տարածքի եւ այլն, ինչ որ փոփոխություն։ Նաեւ սա երկար ճանապարհ է, որ կարող եք գնալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունիսի 7-ին։ Որ ուղի եք ընտրելու ձեզ համար, ուղղություն եք գծելու ձեզ համար, այս եմ անելու, նա եմ անելու, այսպես եմ անելու, ինչ որ ուղի է, որի մասին կմտածեք այդ օրը, կընտրեք, կորոշեք եւ միգուցե հենց ասեք ժամանակն է այս ուղիով գնալ, ժամանակն է սա անել, հա ինչ որ ժամանակ է եւ այդ ուղին, որը պետք է, որը ընտրել եք, դա եւս ձեզանից միգուցե ժամանակ է պահանջում, որ կատարեք դա, այնինչ որ ուզում եք, որտեղ որ ուզում եք գնալ, այ դա կարողանաք իրականացնել, իրագործել։ Եվ կարող է իրոք ժամի մեջ չեք տեղավորվում եւ ուղի եք ընտրում։ Սա անեմ, սա, որ կարողանամ հասցնել։ Այսինքն դուք գծագրում եք ձեր օրը, որպեսզի կարողանաք ամեն ինչ հասցնել այդ օրը։ Ժամանակն է իրոք, այդպես կարող այդ ուղինել եք, այդպես մտածում ժամանակն է, վերջ, պետք է անեմ եւ այստեղ բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լցված եք, այդպես ոնց որ ուտում է ձեզ էներգիան, որ վերջ, սա պետք է անեմ, հա, անելու եմ այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հունիսի 7-ին։ Խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք։ Դժվարություններ ունեք, մանր-մունր խնդիրներ են։ Ցել է մանր-մունր, սա էլ մանր-մունր, սա խոչընդոտներ։ Ինչ որ խնդիրներ կան այդ օրը, որ պետք է լուծեք։ Տեսնենք խոչընդոտները ինչ է, ինչից է, ով է։ Ընտրած ուղղություն։ Միգուցե ինչ որ ուղի եք ընտրել, ոչ հաշվարկած եւ բախվում եք խոչընդոտների, որոնք որ պետք է այդ օրը անեք, կարողանաք լուծել։ Դրանք կարող մանր-մունր խնդիրներ են, հա։ Մանր-մունր խնդիրներ են, որոնք չէիք հաշվարկել, ինչ որ ուղի ընտրելուց, ինչ որ մի բան անելուց, հա, որ ուզում եք սա անեք, բայց չեք հաշվարկել, որ ինչ որ մի բան այնպես կարող է չընթանալ։ Եվ իդեպ կարող եք կորուստել ունենալ։ Դա համար ճիշտ ընտրեք ուղին։ Եթե զգում եք, որ մի բանը այն չէ, շատ առաջ մի գնացեք, որովհետև կարող կորցնել ինչ-որ բաներ։ Մի հատ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, արժե շարունակել, արժե գնալ այդ ուղիով, արժե սա անել, թե չանել, հետո նոր արեք, որտեղ կորուստ կա այստեղ։ Եվ կորուստը հա կարող է հենց դա բնական է։ Կարող է ֆինանսական կորուստ է, ռեսուրսի կորուստ է եւ այլն եւ այլն։ Եվ տեսնենք կորուստը, սա կորուստ է թե դե ինքն ընդհանուր էլի մանր-մունր խնդիրներ են, հա։
Դա կարող է լինել տան հետ կապված, դա կարող է լինել տան անդամների հետ կապված, դա կարող է լինել վստահության հետ կապված, այսինքն միգուցե ուղին օրինակ որոշել եք տան հետ կապված ինչ-որ մի բան, սա անել, օրինակ վերանորոգում եմ սկսում, դա ուղին, մեկ էլ հոպ խոչընդոտներ է հայտնվում, ներգնապակասում, այս պատը պետք է քանդեիր, որ այս ինչ-որ մի լար կար, որ անցնում էր, պետք է ժամանակին քանդեիր, դու հաշվարկի մեջ չես արել, հա, եւ այսպես խնդիրներ են եւ կորուստ է ժամանակի, կորուստ է այն ապրանքները, որ դու արդեն իսկ գնել ես, որ եւս մեկ անգամ էլ պետք է գնես, որ քանդես նորից անես, սա օրինակ եմ բերում։ Եվ սա կարող է լինել յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր իրադարձություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 7-ին։ Երկերեսանի մարդիկ կան ձեր կողքը, անգամ 3 երեսանի մարդիկ, տարբեր սեռի մարդիկ, տարբեր մտածողության, որոնք որ այդքան էլ կարծես թե ձեր լավը չեն ուզում, ինչ-որ մի բան կառաջարկեն, միշտ ապեք անմիջապես մերժել կամ միշտ ապեք անմիջապես նաև ընդունել իրենց առաջարկը, իրենց ասածը։ Եվ ոմանք կգնան գեղեցկության սրահ, ոմանք ոչ բժշկական կենտրոն, ձեր ծնողների հետ կանցկացնեք, կհիշեք նաև ձեր ծնողներին, եւ ինչ որ գործեր կարող են լինել, որոնք որ զգում եք, որ մի դանդաղ է առաջ գնում, եւ այստեղ կտրուկ քայլ կարող եք անել, մի արեք, կարող եք սխալվել նաև։ Եվ այդ օրը ոմանք հիմքից ինչ որ մի բան կսկսեն, հիմքից, գիտեք, այստեղ ծառը դանդաղ է աճում։ Եվ պետք է հասկանաք, որ ինչ-որ մի բան դանդաղ աճելու ժամանակ պետք չի հիմքից կտրել, որովհետև ավելի է դանդաղ աճելու, միևնույնն է, հա։ Համար այստեղ սխալ կանեք։ Եվ կարող եք նաև լսել այս եկեղեցանի մարդկանց եւ այլ կտրուկ քայլ անել, անմտածված քայլ անել։ Այդ օրը նաև ուշադիր եղեք սուր գործիքների նկատմամբ, կարող եք վնասել ձեզ, ոմանք կարող են վիրահատություն անել այդ օրը, ոմանք ինչ-որ գործողություններ, որոնք որ զրոյից կսկսեք, դա այն գործողություններ մի արեք, որ դանդաղ է ընթանում, միևնույն է, այն եւս էլի դանդաղ է ընթանալու, պետք չի դա այդպես անել։ Նաեւ դա մեկը մյուսին վիրավորելն է կարող, սուր վիրավորել դիմացինին, կռվել դիմացինի հետ, այդպես, հա, ինչ որ եւ վիճելուց սա նաև ոնց որ մարդը հիմքից հանում է տվյալ անձնավորությունը իր կյանքից։ Գիտեք, եկեղեցանիներն են սկիզբը, նաև հենց իրանցից է այդ ամեն ինչը գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։